Հայաստանը արդեն ներգրաված է։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետ, այս քորոշումները, այս դրսևորումները, այդ ուշացումով ցավակցական խոսքերը, խնդրեմ։ Ուշացումով ցավակցականը բնականաբար դրսից հրահանգներ ստանալու հետ կապված էր եւ ապահով կերպով այդ ցավակցական հեռագրի ձևակերպումները տալը, որպիսի խոցելիություն չունենան, ինչ վերաբերում է իրենց ձեր նշած պահվածքին, ապա ես իրենցից այլ բան չեմ էլ ակնկալում անկեղծորեն, այս իշխանությունները կարծեմ նույն կովիդի նախաշեմին օղիով եւ ունելիով ինչ-որ հարցեր էին լուծում, ձև անելով, թե իրենք խնդիրներ չունեն, այստեղ շեշտում եմ ձև անելը, որովհետեւ իրապես սա բեմականացում է հանրության շրջանում անհոգություն եւ խաղաղության օրակարգով անշեղորեն շարժվելու դիրքավորում ունենալու, ժողովուրդը ինձ թվում է ճիշտ է գնահատում, մեծ մասը ուղղակի բանի տեղ չի դնում կամ շատ արխամարական ձևով արտահայտվում նման դրսևորումներին, իսկ ինչ վերաբերում է իրենց գործողություններին, իրենք անելու են այն, ինչ որ ամերիկյան կողմը իրենց կթելադրի, առանց հաշվի առնելով Հայաստան պետության եւ հայ ժողովրդի շահերը։ Այստեղ մենք երկրորդ կարծիք կունենալ չենք կարող։ Ես կարծում եմ իրենք խորամուխ են եղել ներքաղաքական պայքարի եւ ընտրապայքարի ողջ ուրեմն ցիկլին, կարծեմ 3 տեղեկատվություն դուրս եկավ, որ ամերիկյան NDI-ը սոցհարցումների արդյունքում շատ վատ պատկեր է տվել իրենց ուրեմն հեղինակության առումով եւ իրենք փորձելու են ինչ որ մի ձև իրենց վիճակը բարելավել, բայց կարծում եմ անգամ երեկվա իր ոգևորիչ պահվածքը մեր քաղաքացիների հետ, ճակերտավոր ոգևորիչ, էլ ավելի վատթարացվեց վիճակը, քան օգնեց իրենց ծախսերը արդարացնել գոնե ինչ որ համբավը քիչ թե շատ ոտքի կանգնացնելու առումով։ Գիտակցումը կա, Տիկին Աջանյան, այսինքն իրենք հասկանում են, որ իրենց վարկանիշը ինչ տիպի է, ասում են ընկել պլինտուսից ցածր մակարդակի, որ այո, այսպես հիստերիայի մեջ մարզային էս այցերն է կազմակերպում գնում գալիս, այս պերաշկիով բան ուզում խაფել ժողովրդին։ Գիտեք, ես կարծում եմ, որ այն դեսանտը, որը Եվրոպան փորձում էր ուղարկել, արդեն վաղուց այստեղ է, ի օժանդակություն իրենց քաղաքական արշավի եւ նրանք իրենց պատկերացումներով, իրենց ուրեմն գաղափարներով խորհուրդներ են տալիս, ինչեր անեն, որպեսզի հանրության մեջ ինչ-որ տրամադրությունները փոխեն։ Իրենք իհարկե գիտեն դրա մասին եւ վաղուց գիտեն, բայց իրենք ենթադրում էին, որ կկարողանան որոշակի խաղերի միջոցով հատկապես նաև իրենց կողմից այսպես միասնական ընդդիմություն կամ մի անձով ներկայացող ընդդիմություն քարոզելու միջոցով հեշտացնել իրենց գործը, որովհետև այդ դեպքում իրենք կկարողանային նախկին ներկա օլիգարխ կաշառակեր, չգիտեմ ինչ հին ու նոր թեզերը, որ ճամպրուկի մեջից անդադ հանում են եւ նետում են հանրային դաշտ, դա օգտագործելով հանրությանը խաբել եւ հերթական անգամ ինչ որ մի ձևով նաեւ խախտումների միջոցով վերընտրությունը ապահովել, բայց տարբեր բևեռներով հանդես եկող ընդդիմությունը, որը միասնական նպատակ է դրել, այստեղ շեշտում եմ, միասնական նպատակ է դրել այս ազգադավ իշխանությունների հեռացումը, իրենց համար բավականին բարդացնում է խնդիրը, որովհետև իրենք այս պարագայում մի քանի դաշտով պիտի պայքարեն, որը չեն կարող անել, որովհետև կործանել են երկիրը եւ տապալել բոլոր հնարավոր ծրագրերը, որ կարող էին ինչ-որ դրական արդյունքի բերել։ Մենք հասկանանք, որ այս իշխանությունները նաեւ հիմա փորձ են անում իրենց տարբեր խոսափողների միջոցով իրենց համար եւ հանրային դաշտում իրենց համար հեշտ թիրախներ ընտրել եւ պատահական չէ, որ կարծեմ ազգային ժողովի փոխխոսնակներից մեկն էր 3 թե առաջի օրը հայտարարել, որ իրենց համար հիմնական թեկնածուներ են ընդդիմության դիտարկում Կարապետյանի եւ Ծաղրուկյանի ուժերը, այո, եւ սա պատահական չէ, որովհետեւ իրենք ուղղակի սարսափում են երկրորդ նախագահի հնարավոր իշխանության գալու կամ ընդդիմության ղեկավար դիրքերում հանդես գալու ուրեմն հնարավորությունից շատ լավ իմանալով, որ
դա իրենց համար փայփայվող Ադրբեջանի եւ Թուրքիայի համար սարսափի դրսևորում է լինելու եւ իրենք շատ լավ գիտեն, որ նախագահ Քոչարյանի ղեկավար լինելու պարագայում ոչ միայն Հայաստանում է շատ արագ փոփոխություններ հնարավոր լինելու իրականացնել շատ օբյեկտիվ պատճառներից ելնելով, իսկ դա գալիս է նայած, որ նախագահն արդեն ունի 10-ամյա պետական կառավարման փորձ, երկրորդ նախագահն, ինչպես ասացի, ունի 10-ամյա պետական կառավարման փորձ, այսինքն շատ լավ տիրապետում է բոլոր այն խութերին, որոնք կարող են առաջանալ եւ ավելին այս ժամանակահատվածում նաև հնարավորություն է ունեցել վերագնահատելու այն հնարավոր սխալները, որ թե իր կառավարման օրոք, թե դրանից հետո իրականացվել են մեր պետության ներսում, մեզ բերելով հասցնելով այս վիճակին, ավելին, այսինքն դա նշանակում է, որ շատ արագ կարող են փոփոխություններ տեղի ունենալ մեր երկրի ներսում, երկիրը դնելով նորմալ ռելսերի։ Ավելին, երկրորդ նախագահը միանշանակ հեղինակություն է վայելում մեր դաշնակից երկրների շրջանում, որը նշանակում է, որ իրենք վստահությամբ են դիտարկելու նրա կողմից ներկայացվող բոլոր հարցերը եւ դիրքորոշումները, հետեւաբար դրանք ոչ միայն ավելի կարճ ժամանակահատվածում են լուծումներ ստանալու, այլ մեր համար շատ ավելի ցանկալի ելքերով են այդ լուծումները լինելու։ Ես նաև ավելացնեմ, որ նախագահ Քոչարյանը հստակ համբավ է վայելում մեր Սփյուռքի հայրենակիցների շրջանում, որոնց պառակտման ուղղությամբ այս իշխանությունները անդադար ուրեմն ջանքեր են գործադրել եւ իր ներկայությունը հնարավորություն կտա համախմբելու Սփյուռքյան ներուժը եւ նրա ներմուծման միջոցով տարբեր ուրեմն կարողությունների օգտագործման միջոցով շատ ավելի արագ եւ շատ ավելի ուժեղ հիմքերի վրա դնելու մեր պետության վերականգնման գործընթացը։ Այս ամենը ուղղակի մղձավանջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար եւ պատահական չէ, որ նրանք անընդհատ թիրախավորում են երկրորդ նախագահին, իսկ ներկայիս իշխանությունները փորձում են վեկտորը ուղղել պարոն Կարապետյանի եւ Ծառուկյանի ուղղությամբ, շատ լավ իմանալով, որ նրանք եթե իրենք լինեն երկրի առաջնորդները, ապա նրանց համար ժամանակ կպահանջվի այդ նույն հմտությունները ձեռք բերելու եւ հնարավոր սխալներից խուսափելու համար։ Ես որևէ կերպ չեմ ուզում նսեմացնեմ պարոն Կարապետյանի ձեռքբերումները կամ պարոն Ծառուկյանի ձեռքբերումները, բայց այստեղ մենք եթե դնում ենք պետական կառավարում, ռազմաքաղաքական ղեկավարում, պատերազմով անցած լինելու, հնարավոր անվտանգային խնդիրներին ծանոթ լինելու, դրանց հետ առնչվելու հարցերը, բնականաբար երկրորդ նախագահը իր առավելություններն ունի։ Պարոն Կարապետյանը եւ պարոն Ծառուկյանը իրենց հերթին կարող են էական ներդրում ունենալ սոցիալ-տնտեսական զարգացման եւ դրանով նաեւ մեր հանրային կյանքը եւ հանրության շրջանում միասնականությունը վերականգնելու գործին։ Այսինքն մենք էլի խոսում ենք այստեղ բազմակի եւ դրական ակտորների միջոցով պետության կառավարումը նորմալ եւ պետականամետ ու ազգամետ հենքի վրա դնելու մասին։